Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողների դատին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել ենք ԿՊԱ-ական падգամավոր Ռուստամ Բաքոյանի եւ նրա ծնողների Քուպար եւ Զուրբա Բաքոյանների հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ սեփական տուն Արարատի մարզի Վեդի համայնքում, որը նա գնել է 2019 թվականի մայիսի 22-ին։ Բացի այդ, նա 2023-ի դեկտեմբերի 5-ին բնակարան է գնել Երևան քաղաքում, որին տիրապետում է միանձնասեփականությամբ։ Տարեվերջին, ինչպես առանձնատունը, այնպես էլ բնակարանը պահպանվել են։ Շարժական գույք ավտոմեքենա ԿՊԱ-ական падգամավորն ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն նշել է, որ 90 օրից ավելի տիրապետում է 2009 թվականի Nissan Magnich-ի ավտոմեքենայի։ Ռուստամ Բաքոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 5043 դրամ, որը տարեվերջին շեշտակի աճել է, կազմելով 2.513.858 դրամ։ Падգամավորը նաև խոշոր կանխիկ միջոցներ է հայտարարագրել։ Տարեսկզբին 23 միլիոն դրամ եւ 18000 դոլար, տարեվերջին 29 միլիոն 600 դրամ եւ 28000 դոլար։ Բաքոյանի տարեկան եկամուտները կազմել են 43 միլիոն 539180 դրամ, որից 10 միլիոն 443180 դրամը ՀՀ ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։ 32 միլիոն 400 դրամը Ամերիա բանկից ստացած փոխառությունը։ ԿՊԱ-ական падգամավորը եւս 696 000 դրամ եկամուտ է ունեցել, որը հայտարարագրել է որպես կենսաթոշակ, ինչը զարմանալի է, քանի որ Բաքոյանը ընդամենը 38 տարեկան է։ Բաքոյանի հայրը Զուրբա Բաքոյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է որդու հայտարարագրած առանձնատունը Արարատի մարզի Վեդի համայնքում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Զուրբա Բաքոյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 150 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։ Ռուստամ Բաքոյանի հոր տարեկան եկամուտը կազմել է 487000 դրամ, որը նրա կենսաթոշակն է։ Падգամավորի մայրը Քուպար Բաքոյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ սեփական տուն Արարատի մարզի Նոր կյանք համայնքում, գնված 2019 թվականի մայիսի 22-ին։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։ Թեպետ Քուպար Բաքոյանի բանկային հաշիվներին գումար չի եղել, վերջինս խոշոր կանխիկ գումար է հայտարարագրել 24 միլիոն դրամ, որը տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել է։ ԿՊԱ-ական падգամավորի մոր տարեկան եկամուտը կազմել է 422800 դրամ, որը նրա կենսաթոշակն է։